Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցում եմ վերլուծաբան Գագիկ Ասատրյանի հետ, շնորհակալ եմ պարոն Ասատրյան մեզ միանալու համար։ Իշխանությունները երկար ժամանակ է հանրությանը համոզում էին, որ կա Ռուսաստանից եկող հիբրիդային վտանգ, այդ վտանգի դեմն առնելու համար անգամ դիմեցին Եվրամիությանը, ինչ-որ արագ արձագանքման խումբ է եկել, որ սպառնալիքները չեզոքացնեն։ Այս մի քանի ամսվա քարոզությունից հետո Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարեց, թե ընդդիմությունն է փորձում լարել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եւ բոլոր նրանք, ովքեր փորձում են փչացնել մեր հարաբերությունները, ինոագենտներ են։ Ինչ փոխվեց ձեր գնահատմամբ, թե ոչինչ էլ չի փոխվել։ Իմ գնահատմամբ իրականում ոչինչ էլ չի փոխվել։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է վստահաբար առաջ տանել իրեն գեոքաղաքական իր հայրերի կողմից ուղղորդած քաղաքական գիծը, այն է հակառուսական տրամադրությունները Հայաստանում եւ այլևս անթաքույց անկնճռոտ հարաբերությունների սրացումը, որը մենք տեսնում ենք այսօր հայ-ռուսական հարաբերությունների ենթատեքստում։ Որքան էլ ներքին լսարանին Փաշինյանը հրամցնի այդ կեղծ գաղափարը, թե իբր ընդդիմությունն է ուզում պղտորել հայ-ռուսական հարաբերությունները, սակայն ռեալ պոլիտիկը մեզ ամբողջովին այլ պատկեր է ցույց տալիս։ Նամանավանդ վերջին հանդիպումը Փաշինյան-Պուտին առհասարակ լույս սփռեց հայ-ռուսական արդեն թշնամական հարաբերություններ թևակողող իրականության վրա, որովհետև Նիկոլ Փաշինյանը իր հայտարարությունների մեջ, թե Վլադիմիր Պուտինը իր հայտարարություններում բնավ ցույց չտվեցին, որ խոսքը գնում է երկու բարեկամ կամ եղբայր ժողովուրդների եւ պետությունների ղեկավարների միջև, այլ խոսքը գնում է երկու պետությունների միջև, ովքեր այսպես կոչված միմյանց ատամ են ցույց տալի, իհարկե հյուսիսային ատամները այս պարագայում շատ ավելի հզոր են ու շատ ավելի մեծ են եւ շատ ավելի արդար են իրենց պահանջները, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը չգիտեմ մտածված թե առանց մտածելու, իմ կարծիքով ավելի շատ մտածված բառիս ամենաուղիղ իմաստով վիրավորեց Ռուսաստանի նախագահին, հայտարարելով, որ քանի դեռ մեր հարաբերությունները, հայ-ռուսական հարաբերությունները խոչընդոտ չեն հանդիսանում հայ-եվրոպական հարաբերությունների համար կամ հակառակը, ապա Հայաստանը իրավունք ունի թե ԵԱՏՄ-ի շրջանակներում, թե Եվրամիության երկրների հետ շրջանակներում իրականացնել առևտրային քաղաքականություն։ Սրանով Փաշինյանը Պուտինին այսպես կոչված նամյոկ արեց այն մասին, որ դու մեզ համար ռուսերեն ասված «զալատոյ զապաս» ես, երբ այն պահից սկսած, երբ որ մենք կտեսնենք, որ Եվրամիությունը ցանկանում է մեզ ինտեգրել իրենց տնտեսական կառույցի մեջ, ապա դու ԵԱՏՄ-ն կդառնա մեզ համար որպես իզգոյ կառույց, կոպիտ ասած Փաշինյանի մեսիջը սրանում էր կայանում, եւ սա Ռուսաստանի նման գերտերության ղեկավարի հանդեպ նման լեքսիկոն, նման քաղաքական խոսույթը անմիջապես հետո ցույց տվեց իրականության մեջ այս ամենի վտանգներն ու այն ահռելի եւ տոտալ վնասները, որը կարող է կրել հայ ժողովուրդը։ Պարոն Ասատրյան, տեսեք, իշխանությունները թիրախավորելով ընդդիմությանը ասում են ընդդիմությունը բալանսավորված քաղաքականության կողմնակից չէ, կամ ընդդիմությունը երբ խոսում է ազգային շահերի մասին, պատերազմ է հրահրում։ Ուրիշ ձև կարող է լինել նորմալ ազգային քաղաքական միավորը, այսինքն ինչպես պիտի խոսեր ընդդիմությունը, որ ըստ ՔՊ-ի ադրբեջանցիների սրտով լինել եւ իրենք չանհանգստանային դրա համար։ Ձեր հարցի մեջ դուք ինքներդ ձեզ պատասխանեցիք, Նիկոլ Փաշինյանը այդ ձևակերպումներն անելիս ընդամենը ուզում է ասել, որ ընդդիմությունը չի վարում պրոադրբեջանական եւ պրոթուրքական քաղաքականություն։ Եթե ընդդիմությունը վարեր պրոադրբեջանական քաղաքականություն եւ առաջ մղեր թուրքական նարատիվներ, համոզված եղեք, որ այսպես կոչված շակերտավոր հիբրիդային պատերազմի շրջանակներում ընդդիմությունը չէր թիրախավորվի Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նիկոլ Փաշինյանի կարմիր գիծը, այսպես ասած, դա պրո-ադրբեջանականությունն է եւ պրո-թուրքականությունը։ Եթե դու հատում ես Նիկոլ Փաշինյանի կարմիր գծերը, նա կարող է քեզ նույնիսկ մեղադրել սատանայի հետ գործարքի գնալու մեջ, նա քեզ կարող է ամեն ինչում մեղադրել։ Ինչ վերաբերում է ընդդիմության քաղաքականությանը ըստ Փաշինյանի ձևակերպումների, ես չեմ ցանկանա բոլորի փաստաբանի դերը ստանձնել, սակայն
կասեմ, որ 1998-ից 2008 թվականներին Հայաստանի նորանկախ հանրապետությունը իր պատմության ընթացքում չի ունեցել այնպիսի մի ժամանակահատված, որ վարեր այնպիսի հավասարակշռված քաղաքականություն, որը վարել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը։ Այդ տարիներին մենք կհիշենք գերազանց հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջև, մենք կհիշենք գերազանց հարաբերությունները Հայաստանի Հանրապետության եւ Ֆրանսիայի միջև, այն ժամանակ Ժակ Շիրակներ, Իտալիայի միջև Սիլվիո Բերլուսկոնիներ եւ շատ ու շատ եվրոպական այլ երկրների հետ, Հունաստանի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Ես չեմ հիշում մի այնպիսի սկանդալ եւ մի այնպիսի աղմկահարույց, այսպես կոչված միջդիվանագիտական հարաբերություններ, որոնք տեղի են ունեցել այդ թվականներին։ Մենք կհիշենք, որ նույն առևտրի շրջանակներում, որքան էլ որ Ռուսաստանի շուկան չենք եղել, որտեղից սկանդալ լիներ, պարոն Ասատրյան։ Ինքնիշխան չենք եղել, սկանդալներ կլինեին այն պայման։ Ինքնիշխան լինենք, ուրեմն սկանդալներ կլինեն, բայց նորից եկեք վերադառնանք ռեալ պոլիտիկի տիրույթ, որքան ռուսական շուկան հեգեմոն էր հանդիսանում Հայաստանի Հանրապետությունից արտահանումների համար, բայց ուզում եմ մեր քաղաքացիներին հիշեցնել, որ հայկական տնտեսությունը իր պատմության ընթացքում այնքան կախում չի ունեցել ռուսական շուկայից, որքան որ հիմա։ Այս համատեքստում համեմատության համար ասեմ, որ 2000 Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, այսօր շատերը չեն հիշի, Հայաստանի Հանրապետությունից դեպի Իտալիա լոլիկ է արտահանվել։ Հայաստանի Հանրապետությունից դեպի Հունաստան եւ Ֆրանսիա արտահանվել են մեծ քանակով գինիներ, կոնյակ եւ այլն եւ այլն, եւ Եվրոմիության հետ առևտրաշրջանառությունը մի քանի անգամ ավելի բարձր է եղել, քան այսօր այսպես կոչված ինքնիշխան Հայաստանի տնտեսության պայմաններում։ Էլ չհաշված հայ-ռուսական եղբայրության համատեքստում հայ-իրանական գազամուղի կառուցումը, որը կրկին ռուսական կողմը այսպես ասած ցավագին ընդունեց, սակայն քանի որ Հայաստանի Հանրապետությունը այն ժամանակ իրապես ինքնիշխան էր եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարը ուրեմն որդեգրել էր առաջնայինը Հայաստանի շահերը այսպես ներկայացնելու ուրեմն մեթոդը, Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա նախագահ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Մահմուդ Ահմադինեժադը իրականացրեցին մի հսկա մեգա նախագիծ, որը կարող եմ համոզվածորեն նշել, որ սա Ռուսաստանի Դաշնության շահերից բնավ չէր բխում։ Սա է իրական ինքնիշխանությունը, երբ որ դու առաջնային ես համարում քո պետության շահը։ Անդրադառնալով Պուտին-Փաշինյան հանդիպմանը, իշխանությունները հաճախ ասում են, այ տեսեք, ընդդիմությունը չի դատապարտում ՌԴ նախագահի խոսքը, նրանք չեն դատապարտում Ռուսաստանի կողմից մեր ներքին գործերին խառնվելու փորձերը։ Ինչպես պետք է արձագանքեր ընդդիմությունը ձեր գնահատմամբ։ Հասկանում եք, քանի որ Նիկոլ Փաշինյանը ներքին լսարանում մեդիա մանիպուլյացիայի, այսպես ասած, հեգեմոնն է եւ ստի եւ կեղծիքի, այսպես ասած, մենաշնորհը իրեն է վերցրել, սա կարող է մեդիա գրագիտություն չունեցող ժողովրդի մի լայն մասայի իրապես հետաքրքիր լինել, թե ինչու Հայաստանի Հանրապետության ընդդիմությունը չի արձագանքում։ Այն պարզ պատճառով, եթե իհարկե չի արձագանքում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմությունը իշխանություն չէ։ Այդ արձագանքը, եթե պետք է իրականացվի, դա պետք է իրականացվի իշխանությունների կողմից։ Ընդդիմության գործիքակազմը եւ ընդդիմության քաղաքական խոսույթը բնավ այն մասին չէ, թե նա պարտադիր պետք է ինչ-որ մի պետության ղեկավարին քննադատի կամ չքննադատի։ Ինչ վերաբերվում է Հայաստան-Ռուսաստան վերջին այս հարաբերություններին եւ ուրեմն Պուտին եւ Փաշինյան հանդիպմանը, ապա այնտեղ ես միանշանակորեն եմ ասում, որ ՌԴ նախագահին քննադատելու ոչ մի կոնտեքստ չկար եւ ոչ մի հիմք էլ գոյություն չունի, որովհետեւ գերտերությունների ղեկավարները Բայց պարոն Ասատրյան, նաեւ Նիկոլ Փաշինյանը կողքին նստած էր նախագահ Պուտինի, այսինքն եթե արձագանք կար, ինչու էին սպասում ընդդիմությանը, թո տեղում արձագանք էր, այսինքն տպավորություն է, թե Հայաստանի անունից այդտեղ թթվի քար էր դրված եւ ստիպված ընդդիմությունը պիտի արձագանքի, որտեղ խոսել չգիտի այդ քարը։
Այս համատեքստում միանշանակ ճիշտ եք ասում, բայց ու ես ցանկանում եմ կրկնել, որ ընդդիմությունը, եթե պետք է արձագանքողի դերում լիներ, ընդդիմությունը դրա համար է հավակնում իշխանության, որ ինքը արձագանքողի դերում չլինի, եւ այն անատամ բանակցությունները, որը վարում է Նիկոլ Փաշինյանը, ինքը վարի։ Ընդդիմության հայտարարություններից, քննադատություններից, քաղաքական ժեստերից եւ այլն, բնավ հայ ժողովրդի կենսամակարդակն ու սոցիալական բարվոքությունը այդ ամեն ինչով չի ավելանում եւ դա չի կարող որևէ միջպետական հարաբերություններում իր ազդեցությունն ունենալ։ Հենց դրա համար է, որ ընդդիմությունը ամեն կերպ ցանկանում է վերցնել իշխանությունը, որպեսզի վարի հավասարակշռված ուրեմն քաղաքականություն եւ բարեկամական դաշնակցային հարաբերությունները ամրապնդի Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը ուղղակի ցանկանում է, ինչպես մնացած բոլոր դեպքերում, պատերազմի դեպքում, Հայաստանի այս վիճակի դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը ցանկանում է մեղավորներ փնտրել եւ մեղավորներ նշանակել, սա այս կոնտեքստում ուրեմն հասկացեք, որ ընդամենը Փաշինյանը որևէ ձախողում ունենալուց նա միանգամից մեղավորներ է նշանակվում, իսկ հաջողությունների դեպքում ողջ Դափնին ու ողջ պսակը պատկանում է միայն ու միայն իրեն։ Պարոն Ասատրյան, մենք վերջին մի քանի շաբաթներին հետևում ենք, թեպետ եւ միջև այդ էլ կար ավելի ծածկված այդ գործողությունը, Միքայել Մինասյանի անմիջական թիմակիցների կողմից կեղտոտագույն հակաքարոզ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, իր թիմի դեմ, ընդ որում հակաքարոզ, որը պրիմիտիվ ստերով է համեմված կամ շաղախված ավելի շուտ, եւ մյուս դրվագն այն է, որ ըստ էության Միքայել Մինասյանը նաեւ իր վերջին գրառմամբ հաստատեց այն տեղեկությունները, որոնք համառորեն շրջանառվում էին, որ 2007-ից մինչ այսօր տարբեր բերաններով Արման Բաբաջանյան, Նիկոլ Փաշինյան, Ստյոպա Սաֆարյան, հենց Միքայել Մինասյանն էր Քոչարյանի դեմ ատելություն սերմանում հայ հանրության շրջանում։ Այդ թեզերը օգտագործելով կարծեք թե ворթեգրեց կամ այդ թեզերի հայրության ճանաչման թուղթը ցույց տվեց, որ դեռեն գլխից ինքը այդ թեզերի հայրն է եղել։ Ձեր արձագանք։ Ես առհասարակ այս թեմայով չեմ ուզում ինչ-որ այսպես համապարփակ արձագանքել, որովհետև ես չեմ ցանկանում քաղաքական դիակների եւ քաղաքականապես սպառված ինչ-որ փոքրիկ խմբակների հետ կռիվ տալ, որովհետև սրանց հետ կռիվ տալ կնշանակի, որ մենք ուրեմն թնդանոթներով ուրեմն ճանճեր ենք ցանկանում որսալ։ Այս դիսկուրսը ես հավաստիացնում եմ, որ հայ ժողովրդի լայն զանգվածների համար այլևս հետաքրքիր չէ, որովհետև այս վատիկանյան գարշահոտությունը, որը փորձում են տարածել այդ փոքրիկ խմբակը, բնավ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական եւ արտաքին քաղաքական օրակարգի վրա որևէ ազդեցություն չունեն։ Երկրորդ նախագահը եւ ինչպես նաեւ իր աջակիցները, այդ թվում նաեւ ես, միանշանակ հորդորում եմ բոլորին չտրվել այս Միքայել Մինասյանի կողմից անընդհատ հրահրվող գզվռտոցի մեջ մտնելու այս օրակարգին, որովհետև սա շատ նախ իր տեսակով եւ իր որակով շատ ցածրարժեք դիսկուրս կարող է լինել, բացի այդ ուժերի հստակ հարաբերակցություն գոյություն ունի, նժարներում չափազանց լուսատարիներով իրարից հեռու քաշային կատեգորիաներ են դրված։ Ինչ վերաբերվում է Միքայել Մինասյանի գործիքակազմերին, մենք դրա ժողովրդական լեզվով ասած խամը չենք եւ ձեր նշած անձանց, երբ դուք նշեցիք Ստյոպա Սաֆարյան, Արման Բաբաջանյան եւ այլն, այս 5-րդ Շարասյան ներկայացուցիչներին, եթե մենք փոքրիկ պատմական քրոնոլոգիա անենք եւ էքսկուրսիա անենք ոչ վաղ հայկական իրականություն, մենք կտեսնենք, որ այս անձինք այս կամ այն կերպ ունեցել են հարաբերություններ Միքայել Մինասյանի հետ, Նիկոլ Փաշինյանից սկսած մինչև Ստյոպա Սաֆարյան, Արման Բաբաջանյանից սկսած մինչև 5-րդ Շարասյան մնացյալ ներկայացուցիչներ, այս դուք նկատած կլինեք, որ այս քաղաքական խոսույթը եւ Միքայել Մինասյանի այս խմբակի հարձակումը երկրորդ նախագահի վրա այսպես ասած առանց որևէ հիմքի տեղի ունեցավ կամ առանց որևէ պարարտ հողի տեղի ունեցավ, այսպես համապատրաստից մեկ էլ սկսեցին սրանք հարձակվել երկրորդ նախագահի
ուրեմն վրա ես մեր ժողովրդին ցանկանում եմ ընդամենը տեղեկացնել, որ երբ որ դիակը նեխում է եւ փտում է, իրենից գազեր է թողնում, ինչ որ գարշահոտություն է տարածում, եւ քաղաքականության մեջ էլ է այդպես։ Մեռնող քաղաքական ուժերը կամ արդեն մեռած քաղաքական ուժերը պետք է իրենց գազերը թողնեն, պետք է իրենց ուրեմն այսպես ասած լեշի հոտը տարածեն Բայց կարելի է չէ մի քիչ աղ ցանել, որ բան, այդպես հոտ չգա։ Գիտեք ինչ, մեռնող գազանի չափերից է կախված, պետք է աղցանել, թե պետք չէ աղցանել, նույնիսկ այդ աղը ցանելու կարիքը չկա, որովհետև երկրորդ նախագահի եւ իր թիմի կողմից այս բացահայտ արհամարանքը եւ այս բացահայտ իգնորը սա մեր համենայն դեպս բարձր մեդիա գրագիտություն ունեցող եւ սոցիալական ցանցերում ակտիվություն ունեցող մեր հայրենակիցները շատ լավ են տեսնում։ Ես ուղղակի մեր այդ հայրենակիցների մեջ մի փոքրիկ մեկ այլ սեգմենտ էլ գոյություն ունի, ուզում եմ փոքրինչ իրենց անդրադառնալ, որովհետև այս մասին շատ քչերն են խոսում կամ առհասարակ չեն խոսում, երբ Միքայել Մինասյանի այդ փոքրիկ խմբակը որոշակի գարշահոտություն է տարածում, Ռոբերտ Քոչարյանի բազմահազարանոց, տասնյակ հազարանոց հետևորդներից ոմանք կոշտ արձագանքներ են ուրեմն իրականացնում եւ շատ կոշտ արձագանքում են եւ այստեղ այդ գրառումների մեկնաբանությունների բաժնում մեկ էլ հայտնվում են այսպես ասած ճակերտավոր խաղաղասերները, թե այսինչ է կանում Նիկոլին թողած իրար է կուտում եւ այլն, բայց երբ որ այսպես համատարած իգնոր եւ համատարած արձագանք է Ռոբերտ Քոչարյանի թիմից եւ ճամբարից, իսկ Միքայել Մինասյանի կողմից այդ գարշահոտությունը տարածվում է, ինչ որ այդ խաղաղասերներին ճակերտավոր ես չեմ տեսնում իրենց գրառումների մեկնաբանությունների բաժնում, որտեղ նրանք նույն կոչով հանդես կգան, այս մարդկանց ուզում եմ ասել ժողովրդի լեզվով ասած եւ շատ կներեք ժարգոնական լեզվով ասած պալիտ է եղել ժողովուրդ եւ շատ-շատերն են արդեն իրենց դիմակները պատրել եւ դուք այդ ամեն ինչից անմասն չեք եւ հայ ժողովուրդը տեսնում է որ Նիկոլ Փաշինյանի հետ մեկտեղ չգիտեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մեկտեղ Ռոբերտ Քոչարյանի ստվերի դեմ կռվին բարիկադին միացել է նաեւ Միքայել Մինասյանը, ով թերևս այդ կռվի գաղափարական, այսպես ասած, մունետիկներից մեկն էր հանդիսանում։ Այս ամենի համատեքստում հստակ է, որ Նիկոլ Փաշինյանին եւ Միքայել Մինասյանին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության շատ այլ մանր ու միջին քաղաքական խմբակներին կապում է մեկ շատ լուրջ առանցք։ Ամեն ինչ անել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը չկա իշխանության, որովհետև սրանք բոլորը լավ են հասկանում, որ Ռոբերտ Քոչարյանը երբ որ իր դաշինքի համագումարի միջոցառման ընթացքում հայտարարեց, որ Արցախը կորցրածները մեր 100,000-ավոր քաղաքացիներին տեղահանածները պետք է պատասխանատվության ենթարկեն, Ռոբերտ Քոչարյանը նկատի չուներ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի վարչակարգին։ Մարդիկ իրենց տեսնում են պատասխանատվություն ստանձնելու եւ պատասխանատվություն կրելու այդ ցուցակի մեջ եւ հետեւաբար այս դողերոցքը քաղաքական այս համատեքստում պետք է դիտարկել։ Վերջին հարցը, պարոն Ասատրյան, ելնելով հիմնական ընդդիմադիր ուժերի դիրքավորումից, հնարավորություններից այս պահի տվյալների հիման վրա, մենք կարող ենք ասել, որ եթե Փաշինյանը չի գնում լրջագույն ապօրինությունների, ընտրակեղծիքների, հանցագործության, չգիտեմ, ուժի կիրառման, ապա ընտրական ճանապարհով Փաշինյանի հեռանալը երաշխավորված է։ Եկեք երաշխավորված լինելուց չխոսենք, որովհետև Ես ասացի մի քանի բաներ, որոնք չանելու դեպքում երաշխավորված է։ Այո, մենք տեսանք վերջերս Եվրոպայում ամենաերկարակյաց ղեկավարներից մեկը, ինչպես ընտրությունների միջոցով պարտություն կրեց եւ ընդունեց իր պարտությունը եւ հեռացավ։ Մինչև 2018 թվականը կհիշեք, որ Հայաստանում ձևավորվել էր մի քաղաքական խոսույթ, որ Սերժ Սարգսյանին իշխանությունից զրկելու բոլոր փորձերը անհնարին են փողոցի միջոցով։ Այսպիսի մի խոսույթ էր տարածվում Հայաստանում, որ Սերժ Սարգսյանի աթոռը ցեմենտած է։
բայց մենք տեսանք 2018 թվականի իրադարձություններ, անկախ նրանից իշխանության փոխանցում եղավ, թե երբ փողոցով Փաշինյանին հաջողվեց վերցնել իշխանությունը, սա հարցի մեկ այլ կողմն է, հստակ տեսանք, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի ցանկացած երկրում հնարավոր է թե փողոցով փոխել իշխանություն, թե ընտրություններով փոխել իշխանություն, թե այլ գործիքակազմերով։ Հայաստանը, հավատացեք, բացառություն չէ, եւ քանի դեռ Հայաստանի նորանկախ հանրապետության մեջ ընտրությունների միջոցով գործող իշխանություններ չեն փոխվել, բնական է, որ այդ խոսույթը կձևավորվի, որ անհնար է։ Այդ խոսույթը կձևավորվի եւ կխոսեն այդ մասին այնքան ժամանակ, ինչեւ որ Հայաստանում կլինի արդեն նորանկախ Հայաստանում կլինի նախադեպ, երբ որ ընտրությունների միջով հնարավոր է ուրեմն փոխել իշխանություններին։ Ես միանշանակորեն գրեթե վստահ եմ, որ բուն տեղամասերում, եթե ընդդիմությունը ունենա պատրաստի եւ այսպես ասած գործին տիրապետող կադրեր, բուն ընտրատարածքներում ես չեմ մտածում, որ որևէ կերպ կարող է շատ լուրջ ընտրախախտումներ տեղի ունենալ, ինչ վերաբերվում է տոտալ բռնաճնշումներին, չգիտեմ, վարչական ռեսուրսի կիրառմանը եւ այլն, հավատացած եղեք, եթե հայ ժողովրդին քաղաքական ընդդիմությունը կարողացավ տեղ հասցնել ընտրության պարտադիր գնալու կարևորության բաղադրիչը, այսինքն մարդը 100%-ով հասկացավ, թե որքան կարևոր է իր քվեն եւ դա հասկանալով գնաց ընտրատեղամաս, եթե հայ ժողովուրդը այս ընտրություններում ապահովի բարձր մասնակցելիություն, Նիկոլ Փաշինյանը թռնի վերև, թե իջնիցած Զանգի մեկ Ալիևին, մեկ Էրդողանին, ինքը չի կարող որևէ ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Հակառակ դեպքում բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց ձայնով ցույց են տվել, որ չեն ցանկանում Նիկոլ Փաշինյանի նման ղեկավար, նույն այդ մարդիկ ընդամենը ժամերի ընթացքում, այսպես ասած, Հերկուլեսի նման ավգյանախորները կսրբեն իրենց տարբերակով։ Շնորհակալ եմ, պարոն Ասատրյան, հետաքրքիր զրույցի համար։ Ես շեշտում զրույցի վերլուծաբան Գագիկ Ասատրյանից, տեսություն կհանդիպենք։